Ժորժան, չեմ կարա չասեմ, պետք է ասեմ Հայաստանում աշխատանքի եւ աշխատավարձերի մասին։ Ուրեմն մտնում ես job am, staff am կամ որևէ այլ կայք կամ որևէ այլ կերպ աշխատանք ես փնտրում, մեկ է տենում ես ինչ։ Ուզում են մի հատ աստղաբաշխական պրոֆեսիոնալ անձնավորությունների, աստղաբաշխական հմտություններով, այս ծրագիրը իմանալ, այն ծրագիրը իմանալ, այս ամեն ինչին տիրապետել, այն ոլորտին տիրապետել, գիտությունների բոլոր մասնագետ լինելը, 100 լեզու իմանալը եւ այլ, ասես երևի թե լուրջ աշխատավարձ է տալու, եկեք նայես 150,000 դրամ աշխատավարձ, պերերիվի փող, տրանսպորտի փող, կներեք էլի այդ գերշահույթ ստացող ընկերություններ, մարդկանց ինչ եք անում, օր գիշեր աշխատացնում եք, պերերիվի փող եք տալիս ու տենց հարստանում եք։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը կառավարությանը ու պետությանը առհասարակ կոչ եմ անում, որ զբաղվեն այս հարցով։ Ինչ է նշանակում գերշահույթ ստացող ընկերությունը նման 10 ժամ մարդուն աշխատացնի շաբաթը 7 անգամ եւ տա 200 կամ 150,000 դրամ։ Պերերիվի փող եք տալիս, նորից եմ կրկնում։ Այս հարցը պետք է լուծվի։ Պետքա շեմ սահմանվի, որ եթե ընկերությունը այդ շեմից ավել գումար է ստանում, 300,000 դրամից, 400,000 դրամից պակաս աշխատավարձ պետքա չտա։ Այս 2000-ական թվականները չի։ Ու 100 անգամ գնաճ ա եղել։ Մարդիկ 100-200,000 դրամ ստանում են, պերերիվի փող եք դուք տալիս, նորից եմ ասում։ Ես անընդհատ խոսում եմ թոշակառուների մասին, թոշակների մասին ու դա պետքա բարձրանա այդ թոշակները, դա օրհասական հարց է։ Եվ նաև պետքա այս հարցը լուծվի, օրհասական հարցը, մարդկանց աշխատացնել օր ու գիշեր ու տալ պերերիվի փող անընդունելի է։ Այս հարցը պետքա լուծում ստանա։